Երկերից հետ չգնալը դա մեզ ոչ մի բան ինքը չի ուզում ասում։ Ինքը ուղղակի ինչ-որ հաջողություններ ա ունեցել, այդ հաջողությունները փորձում է ամրապնդի։ Իր կարծիքով հաջողություններ։ Ու հետո ինքը պիտի մի բան ներկայացնի ժողովրդին, որ տասնյակ տարիներով ժողովրդի փողերը, կամ ասենք, ոչ իրանց փողերը մսխել են, պիտի մի բանով արդարացնեն իրանց իշխանության մոտ գտնվելը։ Խնդիրը այն է, թե մենք եկեք մտածենք մեզ, ասենք, հետ ինչքանով է դա առնչվում, ճիշտ է, որ նայում ես լայնածավալ գործողություններ է, սկիզբը որտեղից սկսեց գիտեք, դրա մասին արդեն բազմիցս խոսացվել է։ Հիմա ասենք ինքը երկրորդ օգուտն է փորձում քաղի։ Ինքը էվակուացիա չկարողացավ անի, այդ առաջի օգուտը չունեցավ, բայց ունեցավ որոշակի ձեռքբերումներ, դիրքեր ունեցավ իր ձեռի տակ, որ հայտնվեց։ Մենք էլ որոշ տեղ առաջ գնացինք։ Հիմա այսօր իրանք առավոտյան այն դիրքերը, որ վերցրել էին, հետ տվեցին։ Մեծաթիվ զոհերով, ոնց որ ասենք նշել էին։ Ինչ է ինքը ստանում այս ձևով, ոնց որ ասած, համառելով։ Նու առաջինը ինքը անում է ռազմետկը բոյը, տենց հասկացողություն կա, ինքը փորձում է բացահայտի մեր կրակակետերը, ստուգի մեր հնարավորությունները, փորձի հասկանա մեր մոբիլիզացիոն հնարավորությունները ոնց որ ասած քննության է ենթարկում մեր մոբը, մեր ասենք արտիլերիայի հնարավորությունները։ Մենք իրոք տանկավտանգավոր ուղղությունները կարողանում ենք լրիվ մեր արտիլերիայով ծածկել։ Այդ սա ամեն ինչը ոնց որ քննություն լինի, որը ինքը մեր համար ասենք կազմակերպել է, որ դրան համապատասխան մյուս անգամ կարողանա ոնց որ ասած հայկական պաշտպանության փոփոխը կոտրել։ Մենք էլ պետք է անգամ խելացի լինենք, որ մեր լրիվ հնարավորությունները ցույց չտանք, ցույց տանք հնարավորին չափ քիչ, մինիմալնա необходимость հասկացողությունը պետք է աշխատի, որ ինքը հնարավորին չափ ոչ մի օգուտ չունենա ինֆորմացիայի տեսակետից, չհասկանա ինչ հնարավորություններ ունենք մոբիլիզացիայի առումով, ինչ հնարավորություններ ունի մեր հերետանին, ինչ հնարավորություն ունի մեր հակաօդային ուժի, կարճ ասած պիտի խելացի լինենք։ Այսինքն կարելի է ասել, որ սա ադրբեջանցիների կողմից առաջին քայլն է հետախուզական ու հետագայում կարող են ավելի լայնամասշտաբ գործողություններ լինել։ Լայնամասշտաբ, սրանից լայնամասշտաբ, ուղղակի են լրիվ ակտիվ ֆազայի մեջ մտցնելու համար, այն որ ինքը իր լրիվ հնարավորություններով հարձակվի ու փորձի, ասենք, դա շատ անգամ ծեծված թեմա է, էլի, որովհետև սարերը կոնկրետ թելադրում են ինչ ուղղություններով ինքը կարող է գալ, այդ ուղղությունները ինքը հիմա զոնդաժ է անում, ինքը փորձում է հասկանա, մենք այդ ուղղությունները իրոք հուսալի ենք պահում ինչ ուժերով, որտեղ է մեր կրակակետերը, մենք պիտի անգամ խելացի լինենք, որ մեր հնարավորությունները ցույց չտանք։